Ողջույն, այսօր մենք կսկսենք կարգավորել վերջին դասում ստեղծված վիուները։ Սկսենք վիուներում զտիչներ տեղադրելով։ Զտիչները հիանալի միջոցներ են գրառումները թաքցնելու համար, եթե դրանք անհրաժեշտ չեն ընթացիկ առաջադրանքի համար կամ խանգարում են ձեր վերլուծությանը։ Վիուների հիմնական գործառույթներից մեկը մեծ թվով մարդկանց տվյալների հետ աշխատելու համար աշխատանքային տարածքների սահմանազատման հետ մեկտեղ որոշակի չափանիշներով գրառումները զտելու ունակությունն է։ Եկեք վերլուծենք մեր աղյուսակը։ Որ հատկանիշն է որոշում, որ գրառումը նորեկի կամ դիմորդի մասին է։ Սա կարգավիճակ է։ Եթե դիմորդ է, ապա նրա կարգավիճակը դեռ դատարկ է։ Նշանակում է, որ նա դեռ աշխատանքի չի ընդունվել։ Հատուկ նորեկների հետ ընտրություն ստեղծելու համար հարկավոր է զտիչ սահմանել կարգավիճակը դատարկ տրամաբանական արժեքով։ Դա անելու համար view-ի գործիքագոտում սեղմենք filter կոճակը և սահմանենք զտման պայմանները։ Ընտրեք կարգավիճակ հատկանիշը, այնուհետև դատարկ է օպերատորը։ Մենք կթողնենք միայն այն գրառումները, որտեղ կարգավիճակը լրացված չէ։ Զտիչի կոճակը կդառնա կանաչ, կարգավիճակի սյունակը նույնպես կանաչ կդառնա։ Զտելիս գրառումը չի հեռացվում աղյուսակից, այն թաքնվում է։ Եթե աղյուսակում հայտնվեն առանց կարգավիճակի նոր գրառումներ, դրանք կավելացվեն այս տեսքին։ Իսկ երբ դիմորդ կարգավիճակը փոխվի, օրինակ նրան հրավիրեն հարցազրույցի, նա կվերանա այս տեսակետից, քանի որ այլևս չի բավարարի կարգավիճակը դատարկ է պայմանին։ Ասենք, թե մենք ուզում ենք տեսնել միայն նրանց, ովքեր սովորում են վերապատրաստման կենտրոնում կրկնուսույցի հետ, որպեսզի հարմարեցնենք իրենց այցելությունների ժամերը, եթե որոշ օրերին նրանց թիվը չափազանց շատ է։ Դա անելու համար անհրաժեշտ է երկու ֆիլտր տեղադրել, նախ ընտրել նրանց, ովքեր մասնակցում են կրթական ծրագրին, և երկրորդ, նրանց, ովքեր սովորում են ուսումնական կենտրոնում և ոչ թե տանը։ Եկեք կարգավորենք առաջին զտիչը, ընտրելով մասնակցում է կրթական ծրագրին դաշտը և սահմանելով ստուգված է օպերատորը։ Կմնա միայն նրանք, ովքեր ծրագրում են։ Այժմ ավելացնենք պայման, ընտրեք, որտեղ նա սովորում է հատկանիշը։ Նոր պայմանի մոտ ստեղծվեց խորհրդավոր AND դա օպերատոր է, որը միացնում է երկու պայմանները։ Բացի AND-ից կա նաև OR օպերատորը, որը սովորական կամ պայմանն է։ Ինչ տարբերություն AND-ի և OR-ի միջև։ Երբ որ ընտրված է AND օպերատորը, ուրեմն գրառումները պետք է համապատասխանեն երկու պայմաններին։ Իսկ եթե OR օպերատորը, ապա բավական է, որ գրառումը համապատասխանի այդ երկու պայմաններից գոնե մեկին։ Առայժմ կանգ առնենք, զտմանն ավելի մոտիկից նայելու համար։ Ցանկացած պայման բաղկացած է հատկանիշից, արժեքից և օպերատորից։ Օրինակ, տեքստի ատրիբուտները թույլ են տալիս օգտագործել պարունակում է, չի պարունակում հավասար է, հավասար չէ, դատարկ կամ ոչ դատարկ օպերատորները։ Օրինակ, եթե Իվան անվան համար սահմանեք պարունակում է օպերատորը, ապա կընտրվեն և կցուցադրվեն Իվան անուններով գրառումները։ Եթե ընտրեք հավասար է, կցուցադրվեն միայն այն գրառումները, որտեղ արժեքը խիստ Իվան է։ Թվային դաշտերի համար հասանելի են մաթեմատիկական օպերատորներ։ Օրինակ, անչափահաս ուսանողներին զտելու համար կարող եք սահմանել տարիքը փոքր է 18-ից։ Ամսաթվի ձևաչափի դաշտերը ունեն հավասարության և անհավասարության օպերատորներ, ինչպես նաև արժեքներ, ինչպիսիք են այսօր, վաղը, անցյալ շաբաթ և հաջորդ ամիս։ Դուք կարող եք նաև օգտագործել խմբավորումները զտիչներում պայմանների շղթա ստեղծելու համար։ Այսպիսով ավարտվեց մեր ներածությունը ֆիլտրերի մասին։ Դրանք բազմաթիվ հնարավորություններ են տալիս վիուների մեջ տվյալների հետ աշխատելու համար։